Եվ մի օր մեր սիրելի համբարձում եղբոր հետ այգում եմ եւ տեսնում եմ, որ այդ նույն հայտնի դեմքը ծերացած մարդ էր, ինքը մի քանի երևի 25 տարի ինձնից մեծ ա եղել ընթան։ Ցիլինդրով միշտ գալուստիկով շատ կարդացած էլ անձնավորություններ։ Տենամ այգու մեջ նստած է։ Ես իմ կողքինին ասեցի, ես գնում եմ մոտը։ Չէ, եղբայրը ասում համբարձում ասում, մի գնա, ինչի տա պետք ինչ չասի պետք է գնա։ Գնացի, ինքը ծերացած նստած աթորին, գլխավերևը կանգնեցի, ասեցի, բարև ձեզ, պարոն Դանիելյան, որ չտեսավ ես եմ, շատ վախեցավ։ Հենց իմացավ, իմ ասեմ, այ քաչալ շուն այս։ Չէ, մեզ սրպարտում, չէ, մեզ անպատվում, չէ, սենց հիմա ես ինքը պարոն, ոչինչ նա թոշակառու է, ես էլ պատգամավոր եմ։ Ինքն էլ գիտի, որ նայեց ինձ վախեցած։ Ասեցի, որ տեսա չի բարևում, պատասխանը չի տալի, ասի, պարոն Դանիելյան, ես մոտեցել եմ ձեզ ասեմ, որ Աստված սիրում ա ձեզ, և ես էլ սիրում եմ ձեզ, իմ չալիկին սեղմելով, բարձացավ, ինձ շատ չի հաջողվել, բայց մեկ-երկու բան Աստծո ողորմությամբ եղել ա, ասեց դուք ներել եք ինձ, ասի էդ ինչ եք ասում, ավելին ես շատ սիրում եմ ձեզ, և Աստված սիրում ա, և ուզում ա ձեր փրկությունը, ասի դուք պարոն Դանիելյան, կարդում եք մնաչարսկու այդ հայտնի աթեիստեր, ապուշությունները, բայց դուք քիչ ա մնացել ձեր կյանքին, կտակարան տվեցի, կարճ ասած, սկսեցի խոսել, նստեցի կողքը, երկար, թե ասեց սիստեմներ այդպիսին, ես ինչ կարող եմ, վերջապես երկար խոսեցինք, պրծանք, համարներ փոխանակեցինք, և այդ համարները զանգում էր հեռախոսով, այդ համարների մասին բացատրություն էր ուզում, և մի օր աշխատասենյակում նստած եմ, մեկ էլ Արայիկը լուր տվեց, որ մեկը բարձանում ա Ռաֆայել եղբայր գալուստիկով, ցիլինդրով, թույլ տամ կաբինետ, փայ ասի, բան չասես, դռները բացեցի, վազեցի, տենամ ինքն ա, անկեղծիվ ասում, սիրուց ուրախությանս չափ չկար, գրկեցի իրան, ուրախացած, բերեցի, մեղավորի աղոթք արեց, Տիրոջը ընդունեց, սկսեց աղոթել, կապի մեջ էինք անընդհատ, և մի օր մեկ է պաշտամունքից հետո մի քույրիկ մոտեցավ ասում ա, Ռաֆայել եղբայր, ես Դանիելյանի բարեկամուհին եմ, մի քանի տարի ա որ հավատացյալ եմ ձեր մոտ, գալիս եմ եկեղեցի, ուզում եմ իմանալ, ասեց, ինչպես մահացավ, ինքը ասի, վայ մահացել ա, հա, ասում զանգեց ինձ, ասեց, ես գիտեմ, որ դու Ռաֆայել անց մոտ ես գնում, արի իրար հետ աղոթենք, ես մահանում եմ, գնացել եմ, աղոթեցինք իրար հետ և ինքը մահացավ, հարց ունեմ ձեզ տալու, դուք քրիստոնյաներ եք բոլորդ, գալիս եք Աստուծուն, ոչ մեկս իրավունք չունենք այդ սուրբ անունը կրել առանց նրան նմանակելուն, նա էր, որ ասեց սիրեցեք ձեր թշնամիներին, նա էր, որ ասեց օրհնեցեք ձեզ անիծողներին, նա էր, որ ասեց բարիք արեք ձեզ ատողներին, որպեսզի ինչու, որ իրա նման լինենք, եթե ես մոտենայի անպատվի շատ վատ կլիներ, բայց մի փոքրիկ այդ դույզն ինչ այդ խոսքերի, այդ համարների իմ մեջ ապրում էր, որ մեր ընտանիքի թշնամուն և իմ թշնամուն և եկեղեցու թշնամուն մոտենամ ասեմ, ես սիրում եմ ձեզ, Աստված սիրում է ձեզ։ Մեզ անհրաժեշտ է սիրելիներ այդ հոգեբանությունը, Քրիստոսի հեզությունը, համեստությունը, քաղցրությունը, բարությունը, երբ որ կարդում եք հոգու պտուղները, այդ հոգու պտուղների մեջ մտածեք, խորհեք, ամեն բառի վրա աղոթեք, արդյոք ես այսպիսին եմ, չար հարևան կա, չար բարեկամ կա, մենք կարողանում ենք արդյոք նրանց չարիքին բարիքով պատասխանել, ում համար ա գրել այս խոսքերը, Տերը գրել տվել, եթե գալիս ենք պաշտամունքի, բայց դուրս են գալի ուրիշ մարդ ենք լինում, թող Աստված օրհնի